Ոմանք Եվտիկոսի մասին ըսկի չէին էլ կարդացել Աստվածաշնչը, ըսկի այդ երիտասարդի մասին ոչ էլ տեսել էին։ Դա գալիս են ասենց կարդում են, տալիս են, անցնում են։ Մի հատ տղա էր պաշտամունքի ժամանակ պատկերացնում ես, գալիս է մարդը պաշտամունքի ու չգիտի, որ վերջում մեռնելու է։ Սարսափելի մի հատ բան, գալիս ես պաշտամունքի մտածելով, որ էսա լցվելու ես, զորանալու ես, ասենց հավեսով, պարելով, երկելով գնալու ես, էլ չգիտես, որ Եվ խոսացի Եվտիկոսի մասին, ես ուզում եմ մինչև անցնեմ երկրորդ մասին, ուզում եմ վեր հիշենք առաջի մասը։ Խնդրում եմ ուշադրություն այստեղ, որովհետև եթե դուք ուշադիր չեղաք այն առաջի մասին, դուք չեք հասկանա երկրորդ մասը։ Առաջի մասը նրա մասին էր, որ այդ տնաշենի տղեն ընկավ ու մեռավ, բայց դա պատահական չէր։ Մենք խոսացինք նրա մասին, որ 3 սխալներ թույլ տվեց Եվտիկոսը իր կյանքում, ինչի համար ինքը ընկավ, ով է հիշում այդ սխալները։ Առաջինը ո՞րն էր։ Պատուհան։ Առաջինը պատուհան, երբեք պատուհանային դիրք չգրավես քո կյանքում, երբեք չլինես քրիստոնյա, որի սիրտը համաշխարում է, համ եկեղեցում է, կողմնորոշվի։ Իմ կյանքի փորձից ասեմ քեզ, որ դու ոչ աշխարհից կլնես օրհնված, ոչ էլ Աստծուց կլնես օրհնված, եթե քո սիրտը պատուհանային դիրք գրավեց, այսինքն մի մասը քո եկեղեցում է, մի մասը աշխարհում է։ Դու գալիս ես եկեղեցի, բայց ուշք ու միտքդ աշխարհն է։ Դու գալիս ես եկեղեցի, բայց սիրում ես աշխարհը։ Դա չի, կամ պետք է ընդեղ լինես կամ ստեղ լինես։ Լաոդիկեին հրեշտակն ասեց, օթե եթե դու լինեիր ծառը կամ տակ, բայց քանի որ գոլ ես, վերջը տեկել է։ Երկրորդ սխալը որն էր։ Հոգնածությունը մենք ասեցինք դրա մասին, որ անցած հազարամյակում մարդիկ հիմար չէին, որ դրել էին կանոն 8, չէ, 8 ժամ քնես, 8 ժամ աշխատես, 8 ժամ էլ քո ընտանիքին, քո գործին, քո եկեղեցուն, քո ընկերներին։ Առաջ ՍՍՍՌ-ի ժամանակ այդ ձև էր, լավ հայերեն ասենք ՍՍՀ-ի ժամանակ, այդ ձև էր, 8, հիմա 16 ժամ մարդիկ աշխատում են, հիմա գալիս են, կոտորվում են, սպանվում են, կրեդիտներուի պացեկաներ են փակում, այդքան բանի հետ էլ մտնում են ինտերնետ, մտնում են միանգամից վախը գալիս է։ Իմիջայլոց ասեմ ձեզ չվախենաք, ինչքան պայթուցիչ ու ինչքան զարհուրելի իրավիճակներ լինեն ձեր շուրջ, բոլոր Աստված խոստացել է, որ քեզ եւ քո բնակարանին բան չի կպնի, չվախես ժամանակից շուտ արհեստական փորձություններ գլխից չբերես ու չեմադանները դատարկի, պետք չի վռազել արդեն, վсё, ափալ, թողեն գնանք, ուր գնանք, ինչ գիտես, Տիրոջից խոսք առել ես, եթե առել ես գնա Տերը օրհնի քեզ ինձ էլ հետը տար, եթե չես առել, հանգիստ տեղդ նստի։ Հոգնածությունը, մենք ասեցինք նրա մասին, որ մարդը եթե հոգնած է, ինքը կորցնում է ուշադրությունը, կորցնում է հավասարակշռությունը, դա երրորդ կետն էր, եւ հավասարակշռությունը կորցնելը նշանակում է, երբ որ դու ժամանակին մեղքը ատում էիր, մեղքից զզվում էիր, պայքարում էիր մեղքի դեմ, հիմա այսօր համակերպել ես մեղքի հետ, ասելով, հա դե ով չի անում, որ հա դե սաղ էլ անում են, հա դե սաղի մոտ էլ եղնում է, հա դե մարդ ենք, հա դե ու վсё, սվաղեցիր, արդարացրեցիր, քեզ գնացիր։ Մի խոսքով, Եվտիկոսը ընկավ մեռավ։ Այդ առաջի մասն էր, չէ՞։ Հիմա ուզում եմ անցնեմ երկրորդ մասին։ Վերջապես ուզում եմ անցնեմ երկրորդ մասին, որովհետև Եվտիկոսի պատմությունը ունի շարունակություն։ Այդ տնաշենի տղեն չմեռավ մեկ ընդմիշտ, այդ մեռավ իրոք, բայց Փարքասո Պողոս Առաքյալը մոտակայքում էր, եկավ հարություն տվեց, ամեն ինչ շատ լավ է, ինքը վերադարձավ իր տուն, այդ տղեն ուղակի դաս առավ, որ պետք չի անել են, ինչ որ պետք չի անել։ Եվ մենք կարդում ենք Գործք առաքելոց 20-րդ գլուխ, եւ մենք կարդում ենք մի փոքր դրվածք, որից հետո ես կշարունակեմ պատմելը Եվտիկոսի պատմությունը։ Նրան մեռած բարձրացրին, Պողոս իջնելով նրա վրա ընկավ ու գիրկն առնելով նրան ասաց. մի անհանգստացեք, որովհետև հոգին իր մեջ է։ Այնուհետ վեր ելավ, հացը կտրեց ու կերավ եւ մինչեւ առավոտ շատ բաներ եւս խոսեց, ապա մեկնեց։ Իսկ պատանուն կենթանի ներս բերեցին։ Մի այլ թարգմանության մեջ ասում է ներս բերեցին, վերադարձրին վերնատուն եւ շատ մխիթարվեցին։ Այս էր պատմությունը։ Ուրեմն Եվտիկոսը, որի մասին մենք ասեցինք, որ ընկավ մեռավ, ունի շարունակություն։ Եվ Եվտիկոսը Փարտիրոջը հարություն առավ։ Դա մեծ ուրախություն է եւ այն ժամանակվա ժողովրդի համար եւ մեզ համար։ Բայց ասեմ, որ Եվտիկոսի երկրորդ մասը Աստծուց խոսքա ինչ որ մեկիդ համար։ Հնարավոր է դու շատ սխալներ ես թույլ տվել քո կյանքում, բայց դու սխալմունք չես։
Հնարավոր է դու շատ պատերազմներ ես, պատերազմներում ես պարտվել, բայց դու անհաջողակ չես, դու պարտված չես, հնարավոր է այսօր դու շատ սխալներ ունես, հնարավոր է այսօր դու շատ դժվար իրավիճակների մեջ ես, անհասկանալի իրավիճակների մեջ ես, բայց դա քո ճակատագիրը չի, դա քո ճակատագիրը չի, ամեն ինչ մարդու համար է, մարդը կարա ընկնի, բայց Աստված կարող է բարձրացնել, մարդը կարա կորցնի իր ունեցած ուրախությունը եւ իր հնարավորությունները բաստված, բայց Աստված զորություն ունի վերականգնելու։ Եվտիկոսի պատմությունը մեզ ցույց է տալի, որ ինչքան էլ ուզում ա դու ընկնես, մեկը եթե դու Տիրոջ տան մեջ ես, եթե Աստված քո կյանքի մեջ է, եթե դու նրան կանչում ես, ապա դու ունես հույս, որ Աստված կվերականգնի քո երազանքը, կվերադարձնի քո երազանքը, քո ուրախությունը, քո զորությունը։ Աստված ամեն ինչ կարա հարություն տա, ամեն ինչին կարա հարություն տա։ Եթե դու այսօր ընկած ես, կամ էլ ընկած ես եղել, կամ գիտես ինչ որ մեկի, որ ընկած է, չմտահոգվես, Աստված կարող է բարձրացնել։ Սիրելիներ, Եվտիկոսի պատմությունը ոչ միայն մի մարդու մասին է եւ առաքյալի մասին, այլև եկեղեցու մասին է։ Ես խնդրում եմ ուշադիր եղի։ Եվտիկոսի պատմությունը մարդու մասին չէ միայն, Եվտիկոսի մասին չի եւ առաքյալի մասին չի, եկեղեցու մասին է այս պատմությունը։ Երբ որ Եվտիկոսը ընկավ, նա նախորոք արեց 3 սխալներ, երբ որ Եվտիկոսը մեռավ, եկեղեցին արեց 3 բաներ։ Եկեղեցին արեց 3 բան։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս Եվտիկոսի շարունակությունը երկրորդ մասը, դա եկեղեցու մասին է, այսինքն մեր մասին է։ Եկեղեցին ինչ որ բան արավ։ Երբ որ Եվտիկոսը մեռավ, եկեղեցին արեց 3 գործողություն, որոնք էին նրանք։ Ասեմ թե չասեմ։ Կամած խոսամ թե բարձր։ Եվտիկոսը մեռավ եւ եկեղեցին արեց 3 բան. բարձրացրին, ներս բերեցին, այսինքն վերականգնեցրին եւ մխիթարվեցին։ Մի այլ թարգմանության մեջ ասում է ուրախացան։ Բարձրացրին, եկեղեցին բարձրացրեց, վերականգնեց եւ ուրախացավ։ Եկեղեցին արեց 3 գործողություն։ Այսօր մենք որպես եկեղեցի պետք է անենք նույնը եւ հիմա հերթականությամբ կամած գնանք։ Եկեղեցին սիրելներ իդեալական մարդկանց հավաքածու չի, դուք բոլորդ գիտեք, այլ հիվանդանոց է։ Եկեղեցին մի տեղ է, մի վայր է, որտեղ տարբեր խասյաթի, տարբեր մթնոլորտից, տարբեր դաստիարակություն ստացած մարդիկ են գալիս, թույլեր եւ ուժեղներ, մի խոսքով։ Ուրեմն եկեղեցին տեսավ, որ Եվտիկոսը ընկավ։ Մենք ընկնելը մարդկանց շատ լավ տեսնում ենք, սիրելիներ։ Մենք մարդկանց ընկնելը տեսնում ենք, շատ լավ ենք տեսնում ու լավ ենք անում, կեցենք։ Պետք է այդ ձև լինի, որ մենք պետք է նկատենք, բայց ինչքան ավելի լավ կլինի, որ մենք նկատենք, երբ համարդ թուլանում եւ խորքուն մտնում, որպեսզի չտանք իրան հնարավորություն ընկնելու, որպեսզի չտանք իրան այդ ընթացքը թուլանալու եւ ընկնելու, այսինքն ոչ թե ընկնելը նկատենք, այլ թուլանալը։ Այսօր եկեղեցին նկատում է մարդու ընկնելը, բայց այն որ մարդը մինչեւ ընկնելը դժվարություններով ապրում։ Այսօր մարդիկ ընկնում են, այսօր մենք տեսնում ենք, որ մարդը մեղ գործեց, մարդը թուլացավ, սխալվեց, բայց որը սենք ուշադիր մարդու նկատմամբ, որ մարդը դարձել է ներվային, մարդը այն ժամանակ ես Արոյի հետ խոսում եի, խոսքի օրինակ կներես Արո ջան, ես ով նստում է դեմը, ես իրանց մասին խոսում եմ, այն ժամանակ ես Արոյի հետ խոսում եի, Արոն ջանջիգյար էր խոսում, հիմա Արոյի հետ խոսում եմ, ինքը ագրեսիվ է հետս խոսում, ինքը սենց նյարդայնացած է խոսում, եւ բանի տեղ չեմ դնում, ես ինձ մար դա նորմալ է, անտարբեր եմ այդ երևույթի նկատմամբ, մեկ էլ հենց ընկնում է թե չէ, մենք նկատում ենք եւ ասում ենք Արոն ընկավ։ Բայց չէ որ Արոյի ընկնելուց առաջ որոշակի բաներ կար, չէ որ ես տեսնում եի, որ ինքը թուլացել է, չէ որ ես տեսնում եի, որ ինքը արդեն խորքուն է մտնում եւ հայ եսա կընկնի կմեռնի, բայց մենք ռեակցիա չենք տալի։ Եկեղեցին սովոր է միայն ֆիքսի ընկնելը մարդու։ Եկեղեցում սովոր են ֆիքսել միայն ընկնելը, հայտարարում են, սիրելիներ,
ուզում եմ հայտարարել, որ այսուհետ Երեմ եղբայրը մեղավոր անձնավորություն անգել է մեղքի մեջ ու մենք սաղս վաու մի քանիս ասում են ես տենց էլ գիտեի աշկի սալաբուլա էր երևում միշտ էլ սենց էր ես միշտ զգում էի սրտիս մեջ այդ ձև պոզիցիաներ ունենք բայց ինչքան լավ կլինի որ մենք տեսնենք մարդու թուլությունը մինչ նա կընկնի, մինչև նա կընկնի։ Սիրելիներ, եկեղեցին պետքա ուշադիր լինի։ Մենք պետքա բարձրացնող լինենք։ Առաջի կետը որն է։ Եկեղեցին ինչ է։ Երեխով մի կեղնի, ժողովուրդ ջան։ Երեխով եթե եղաք քարոզը ձեր ականջի կողքով կգնա։ Թող երեխեն իրա խաղա։ Լսում եք թե չէ։ Եկեղեցին պետքա բարձրացնի։ Այսինքն մենք պետքա սովորենք մարդկանց բարձրացնել։ Մենք պետքա սովորենք մարդուն բարձրացնել։ Ինչքանով ես դու զբաղված դրանով, ինչքանով ես դու այսօր տարված դրանով, որ բարձրացնես։ Երբ որ գալիս ես եկեղեցի, քո կյանքի, քո ուշքի միտքը որն է, դու քեզ բարձրացնես, դու քեզ ապահովես ամեն ինչով, թե փորձես ուշադիր լինես։ Ով է դժվար իրավիճակի մեջ։ Մեկ-մեկ ու տուն գնացեք, մեկ-մեկ ու հյուր հրավիրեք, մեկ-մեկ ուշադիր եղեք, ինչ է հագնում, ոնց է հագնում, ուշադիր եղեք, որ տեսնեք նրա տոնայնությունը, նրա խոսելաձևը, նրա պահելաձևը, եթե մարդը նյարդայնացել է, եթե մարդը շաբաթներով եկեղեցի չի գալի, իսկ մեր վեճը չի մենք անտարբեր ենք, մենք հետո իմանում ենք վարակազվեց այդ մարդը հիվանդանոց անգել, օպերացիաներով անգել եւ այլ, ասում ենք, այդ թող մի բերան ասեր։ Մենք ենք այտենց ասում։ Փաստորեն հիվանդը պետքա մի բերան ասի։ Փաստորեն Եվտիկոսը պետքա անգնելու վաղ ասել ժողովուրդ ընկա։ Հա, տենց է ստացվում։ Դա նորմալ երևույթ է։ Մենք պետքա ուշադիր լինենք։ Եթե մարդը չի գալի եկեղեցի, ինչի չի գալի։ Հետաքրքրվեք։ Եթե մարդը նույն շորով է գալի, ինչի է նույն շորով գալի, հետաքրքրվեք։ Եթե մարդը սկսել է նյարդայնանալ եւ ագրեսիվ լինել, հենց հենց հոչի, ինչ որ բան կատարվում է։ Ինչ անենք, որ ուշադիր լինենք մարդկանց նկատմամբ, որ չտանք, չթողնենք մարդը ընկնի։ Մենք պետքա հետաքրքրված լինենք նրանով եւ Պողոս առաքյալը մի լավ հետաքրքիր խոսք ասում Հռոմեացիս 14:13-ում այսուհետ իրար չդատենք այսինքն երբ որ մարդը թուլանում է եւ ընկնում է միանգամից դատավորի շորը մի հագի եկեղեցի ես խնդրում եմ քեզ ուշադիր եղի մենք ուզում ենք սովորացնենք մեզ ձեզ որ մենք մեծահոգի լինենք երբ որ մարդը ընկնում է միանգամից պետք չի դատավորի շոր հագնել դատավճիռը վերցնել մալատոկը չաքուչը ու հայտարարություններ անել թողեք ասուն Աստված է դատավոր ասում այսուհետ իրար չդատենք այլ ավելի մտածենք որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինենք այսինքն մենք մեր առօրյայում պետքա ուշադիր լինենք որ հանկարծ մենք չլինենք պատճառ մարդու ընկնելուն մենք ինչպես ենք վարվում մարդկանց հետ ինչպես ենք ուշադիր ինչքանով ենք մեծահոգի ինչքանով ենք կարողանում մարդուն ներել քանի անգամ ենք ներում մարդուն քանի անգամ ենք ներում հաշվել ես մի հոգուն քանի անգամ ես դու ներում քանի անգամ կարաս ներես ինչ որ մի հոգու հետ հաշվել ես Դա մի հատ հաշվի, մի հոգու, քանի անգամ կարաս ներես, քո ամենաթանկ մարդուն, լավ, թանկ մարդուն դու կներես, այն որ քեզ անընդհատ են ճմկթում ու վատ բաներ անում ու ցավա պատճառում, քանի անգամ կարաս ներես։ Մեր նպատակը ոչ թե մարդուն ցածրացրելն է, այլ օգնել բարձրանալ եւ վերականգնել։ Սիրելիներ, չվերցնեք ձեզ վրա դատավորի դերը, թողեք Աստված դատի մարդուն։ Հռոմեացիս 14:4-ում Պողոսն ասում է. «Ով ես դու, որ ուրիշի ծառային դատում ես»։ Այսինքն դատում ես նրան, ով որ ընկավ։ Եթե մեկը ընկավ եկեղեցում, ընկավ, այսինքն սխալ գործեց, մեղ գործեց, սխալ ինչ որ մի թերություն արավ, ինչ որ մի բան արավ։ Մենք որպես եկեղեցի ինչ ենք անում։ Մենք հիմնականում մենք ասում ենք տեղիներ։ Այսօր որ երեխեք ընկնում են, գլուխները ջարդում են ասֆալտի վրա, ծնողները ինչ են անում, նկատել եք։ 10-ից 9 գալիս են մի հատ էլ ավելնոր չափալախ են տալի այդ խեղճ երեխուն։ Նկատել եք։ Ծնողները չեն գալի վայվույը կապում պաճպչորում։ Մի հատ հավեսով գրսում են, հետո նոր ասում են վայ բալաջան, ինչի։ Այդ երեխեն արդեն դուժվել է, ինչի ես գրսում։ Մարդը արդեն ընկել է, մեղք է գործել։
Ասում է ով ես դու, որ ուրիշի ծառային դատում ես, իր տիրոջ առաջ անա կանգնում եւ ընկնում, այսինքն կարա մարդը ընկնի, տիրոջ առաջ քայլողը կարա ընկնի, դա բնական երևույթ է, որ մարդը կարա ընկնի, բայց ասում է նա կկանգնի, որովհետեւ Աստված կարող է նրան վեր կանգնեցնել, երբեք չմտածես, որ մարդ ընկավ եւ ընկած կմնա եւ ամեն ինչ շատ վատ է, հնարավոր է դու ասում ես, հա դե գիտենք արդեն քանի տարի է նիրի բնիմյաս ընկնում է վեր բայց Աստված կվերականգնի, Աստված կկանգնեցնի, եկեղեցին սիրելիներ, մի վայր է, որտեղ մենք պետքա չլինենք անտարբեր, եկեղեցին անտարբեր իրավունք չունի լինելու, անտարբերությունը վերջի ժամանակների նշանն է, ով է կարդացել Աստվածաշնչում, որ անտարբերությունը վերջի ժամանակների նշանն է, դու գիտեք, որ վերջի ժամանակներում քրիստոնյաները անտարբեր են դառնալու, безразличны Ովքեր գիտեն, որ դա վերջի ժամանակների նշանն է, երկու հոգի գիտեն, մնացածին ասեմ, մի անգամ Հիսուսին մոտեցան եւ ասեցին, վարդապետ, ասա մեզ որն է վերջի ժամանակների նշանները, եւ մտածեցին, որ հեսա Հիսուսը ինչ որ մի հատ գլոբալ բաներ կնկարագրի, բայց Հիսուսը ասեց, ուզում եք լսեք, ուզում եք խոսանք դրա մասին, դե լսեք, վերջի ժամանակներում անօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը կպաղի, պաղած սերը դա անտարբերությունն է, երբ որ սեր չկա քո մեջ, անտարբերությունը կա, կամ պետք է անտարբերություն լինի կամ սեր, սերը երբեք թույլ չի տա քեզ լինել անտարբեր քրոջդ եւ եղբորդ նկատմամբ, սերը երբեք քեզ թույլ չի տա, սերը միշտ քեզ կհայհրի, որ գնաս, որ օգնության ձեռք մեկնես, որ օգնես, բարձրացնես, բայց քանի որ սերը պաղում է, մարդը դառնում է անտարբեր, ինչ լմալի, մայախատը սկրայո, այ ինձանից հեռու, ինչը լմալի, անտարբեր, մարդիկ դառնում են անտարբեր, նրա համբահով ինչ է կատարվում, այսօր որս ենք լացով կոցով աղոթում Ամերիկա-Իրան հարաբերությունների մասին, որս ենք անում, ասում ենք հադե Ամերիկանա, հադե Իրաննա, Պարսկաստաննա, կպայթասնեն իրար վերջը լեզու կգտնեն, բայց գիտեք չէ, որ եթե լեզու չգտան, մենք կկորցնենք մեր բոլոր հարազատներին և մեր հայրենիքը նույնպես, գիտեք չէ, իսկ մենք չենք աղոթում դրա մասին, Տերը օրհնի, անտարբեր չի կարելի լինել, եթե Պարսկաստանի հետ լուրջ բաներ եղավ, ավտոմատ դա ազդելու է Հայաստան աշխարհի վրա եւ Հայաստանում ապրողների վրա, ամենամտերիմ հարևաններն ենք, այսօր մենք անտարբեր ենք ինչա կատարվում մեր շուրջ բոլոր, այսօր մենք անտարբեր ենք Աստծո նկատմամբ, գալիս ենք եկեղեցի, քարոզը մեր վրա չի ազդում, քարոզը հոգնածուցիչ է, երգերը նույնն են, ասենց տարօրինակ է, նստում եմ, ժամանակ եմ ծախսում, հետո ինքս ինձ հարցնում եմ, անչի մարես, ինչի մարեմ գնում, ինչա, մեկը всё равно պարտքերս չենք չանում, всё равно իվանդությունները չեն գնում, всё равно ոչ մի բան չի փոխվում եւ որոշում ենք ասում, всё, վերջ, ես էլ եկեղեցի չեմ գա, անտարբերությունը միշտ հեռացնում է քեզ Աստծուց, անտարբեր մի եղեք մարդկանց նկատմամբ, ձեր նկատմամբ, անտարբերությունը դա ցավա, հիշում եք բարի սամարացու առակը, բարի սամարացին երբ որ անցավ ընկածի կողքով նա 4 բան արավ, քահանաները, ղևտացիները, Աստծո ծառայողները անցան անտարբերությամբ, բայց սամարացին արեց 4 բան, եւ այդ 4 բանը անհրաժեշտ է, որ մեր սրտերի մեջ լինի, որպես եկեղեցու անդամներ, որպես քրիստոնյաներ, առաջինը գրված է, նա խղճաց, on жалился, նա խղճաց, խղճահարությունը, փափուկ սիրտը, ցավացող սիրտը դա Աստծուց է, դա սիրուց է, երբ որ քո մեջ սեր կա, երբ որ քո մեջ Աստված կա, քո սիրտը կցավա կողքինի նկատմամբ, մեր եկեղեցում տպավորություն է, գիտեք, այնց հետաքրքիր երևույթներ է կատարվում, որ եկեղեցում ոնց որ մեկը սաղը սպասենք, որ ինչ որ մեկը ընկնի, որ մենք քեֆ անենք, ուրախանանք, որ ինչ որ մեկը հենց ընկնում է թե չէ, հենց թուլանում է, հենց հեռանում է, հենց մեղանչում է, մի անգամից սև ցուցակ ենք գցում, մի անգամից բլոկ ենք անում, մի անգամից հորով, մորով, մի անգամից մոռացանք, այդ մարդը չկա,
այդ անձնավորությունը չկա, բայց ինչքան կարևոր է լինել մեծահոգի եւ տեղավորել մեր սրտերի մեջ։ Вообще ով է ասել, այսօր մեկը մոտեցավ նավաճառկասկում ասում է, հիմա ինչ, եթե մարդը գա ներողություն խնդրի, մենք պետք է ընդունենք նրան, մենք պետք է հավատանք նրա ապաշխարության, ասում են, բայց ձեզանից որը տունեք այդ չափիչը, տվեք ես էլ ունենամ, որը տունեք այդ չափիչը, որով չափում եք, որ մարդը կեղծավոր է ապաշխարում, թե անկեղծ է ապաշխարում։ Մի անձնավորություն մի անգամ եկավ Հովվի մոտ եւ մի քիչ ժպտերեսիկ անձնավորություն էր, ասենց իր ապաշխարությունը, իր զղջման խոսքերը անում էր ասենց մի քիչ լավ տրամադրությունով, պոզիտիվ։ Դե մարդը որ սովորել է պոզիտիվ միշտ է ձև, այդ եղբայրը ասեց, տղա ջան, ասեց էս քո ուրախությունը, քո ժպիտը չի ցույց տալի քո ապաշխարությունը։ Այս մարդը գնաց մի կարճ ժամանակ հետո եկավ մռթնած, բայց քանի որ սիրում էր կոստյումով, գալստուկով ման գալ, գալստուկով էր եկել, բայց մռթնած։ Եկավ ապաշխարության խոսք ասում, զղջում է, այս հովիվը տարավ բերեց, ասում է, քո գալստուկին նայենք, թե քո ապաշխարությանը նայենք, էդ էլ նիտո։ Ոբշեմ ինչ արեց այս մարդը, թքեց հեռացավ, ասեց, դե գնացեք, ասեց, դուք էլ ձեր ապաշխարությունն էլ։ Ոբշեմ գնաց այս մարդը։ Հիմա ով է տվել այդ չափը, ով կարա այդ չափը ունենա, որ ասի, այ Արոն ճիշտ ապաշխարեց, Երեմը սխալ ապաշխարեց, ով ունի այդ չափանիշը, ով կարա այդ բանն ասի։ Ուրեմն բարի սամարացին առաջինը խղճաց, երկրորդը չարչարվեց, նրա վերքերը կապեց, երրորդը ծախս արավ, յուղ եւ գինի լցրեց, ծախսեց իր ունեցածը, եւ չորրորդը հոգ արավ, նրան բերելով հյուրանոց եւ ապահովելով նրա բժշկությունը եւ այդքան մնալը։ Եկեղեցին կանչված է բարձրացնելու, իսկ բարձրացնել մարդուն նշանակում է, որ դու պետք է լինես սրտացավ, բարձրացնել նշանակում է, որ դու պետք է պատրաստ լինես ծախս անես քո եղբոր եւ քրոջ վրա, նրա վրա ով որ ընկել է, նրա վրա ով որ թուլացել է, նա ով որ вообще ով որ ամենակիչ ուշադրության մեջ է, բայց դու պետք է ուշադրություն դարձնես։ Հիշում ես Մատթեոսը, մենք խոսացել ենք դրա մասին, Մատթեոսին ով է հիշում։ Մատթեոսը չէր լինի երբեք այն Մատթեոսը, որին դու եւ ես ճանաչում ենք, եթե մի օր Հիսուսը չաներ այն ինչ որ ոչ մեկը չէր անում։ Բոլորը թքած ունեին Մատթեոսի վրա, բոլորը անիծում էին Մատթեոսին, բոլորը քֆուր էին տալի Մատթեոսին, բոլորը թքում էին նրա երեսին, ասում էին թքեմ քո երեսին, բա քո նման մարդը կարա ապրի այս աշխարհի վրա, որ դու մեզանից պոկում ես, մեր վերջ եղածը տալիս ես հռոմեացիներին, մարդու տեղ դե շանտեղ չէին դնում, բայց Հիսուսը վերցրեց եւ որոշեց պետքա բարձրացնեմ հենց այս մարդուն, գնաց Մատթեոսի տուն, գնաց ձեռը մեկնեց, ասեց ես ուզում եմ քո ընկերը լինեմ, ո՞նց Հիսուս դու ով ես ով ո՞նց իմ ընկերը լինես, ինձանից սա խույս են տալի, ինձանից սա փախչում են, ես բորոտի նման եմ, ես մեղավոր եմ։ Հիսուսն ասեց պրոբլեմ չունես, ես քեզ հետ եմ։ Հիսուսը արեց այն, ինչը պետք է անենք մենք այսօր եւ շնորհիվ Հիսուսի արածի մենք այսօր ունենք Մատթեոս ավետարանիչ, մենք այսօր ունենք Մատթեոս, մենք այսօր ունենք առաքյալ։ Հիշում եք Մարկոսի մասին նույնպես ասել եմ, մի երիտասարդ, որը вообще ալաբուլա էր երևում սաղի աշկին, вообще մի հատ լուրջ անձնավորություն չէր։ Առաքյալները տանում են հետը միսիոներության, տալիս էր ավիրում էր, սաղին խառնշտորում էր, սաղին մի սենց անլուրջ երիտասարդ էր, արդեն չգիտեին, ոչ Բարնաբասը գիտեր դրա հախից ոնց գար, ոչ Պողոսը գիտեր, արդեն կրակն էին ընկել Մարկոսի ձեռից, մի հատ ջահել տղա էր, այդ Մարկոսին տենողը կասեր, արա սրանից բան չի դուրս գա, Պողոս Պետրոս չի դուրս գա, սա ով է, սրա հետ ով տի յոլա գնա, վայ սրա կնգան, վայ սրա տիրոջը, բայց հիշում եք ինչ եղավ։ Մարկոսը եղավ այն, որ մենք այսօր իր ավետարանը կարդում ենք 100-ամյակներով, Մարկոս ավետարանի չենք ասում, այսօր Մարկոսը պիտանի մարդարավ, Մատթեոսը պիտանի մարդարավ, Օնիսիմոսին հիշում եք, Օնիսիմոսը փախավ Փիլիմոնից, փախավ մի հատ անկարգ անձնավորություն էր, փախավ ու բախտի բերմամբ ընկավ Պողոսի ձեռը, ընկավ Պողոսը սիրուն մշակեց, ապաշխարության բերեց, հորով մորով արավ, դզեց, փչեց, ուղարկեց հետ Փիլիմոնի մոտ եւ նամակ գրեց Փիլիմոնին, ասեց ընդունի Օնիսիմոսին, ընդունի ինչպես ինձ ես ընդունում։ Եվ հետաքրքիր մի հատ նախադասություն էլ ընդեղ ասեց, հեսա եթե գտնեմ կասեմ, հլա տեսեք ինչ ասում է Պողոսը թերևս հենց դրա համար ժամանակավոր քեզանից հեռացավ, որպեսզի նրան մշտապես ունենաս։ Հնարավոր է
այն Եվտիքոսը, որ քո կյանքում կա կամ քո եկեղեցում, այն մարդը, ով որ ընկնում է, հնարավոր է ժամանակավոր է հեռացել քեզանից, որպեսզի նրան դու մշտապես ընդունես։ Եվ ասում է ոչ իբրև ստրուկի, այլ ստրուկից առավել իբրև սիրելի եղբոր։ Հովանես առաքյալը սիրելներ ասում է, ով ասում է, ես սիրում եմ ասում, բայց եղբորն ատում է, նա ստախոս է։ Եթե դու մտածում ես, որ Աստծուն սիրում ես, բայց քո եղբորը տատում ես, նա մանավանդ անտարբեր ես Եվտիքոսի նկատմամբ քո կյանքում, մեր կյանքում էլ կան Եվտիքոսներ, մեր շուրջ բոլոր էլ կան Եվտիքոսներ, ովքեր սայթակում են, ընկնում են։ Եթե քեզ ռաստ չի եկել, ռաստ կգա։ Եվտիքոսներ կան եկեղեցում, այսինքն մարդիկ կան, ովքեր կարան ընկնեն, կարան սխալվեն, կարան մեղ գործեն, կարան թուլանան, եւ ինչպիսին է մեր վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ։ Ասում է, որովհետև եղբորը տեսնողը ու չսիրողը ինչպես կարող է Աստծուն սիրել, որ չի տեսնում։ Ամեն ով որ չի սիրում իր եղբորը, Աստվածանից չէ։ Աստվածանից չէ։ Սիրելիներ, եկեղեցին արեց 3 բան, երբ որ Եվտիքոսը ընկավ։ Առաջինը ո՞րն էր։ Բարձրացրեց։ Մենք պետք է սովորենք բարձրացնող լինենք։ Հիսուսը բարձրացնող էր։ Հիսուսը օրինակ տվեց։ Հիսուսը օրինակ ծառայեց։ Պետրոսին, հիշում եք, Պետրոսի պես սխալ որս ենք արել։ Ըսկի այդ Եվտիքոսը չէր արել այդ ձև սխալ։ Պատկերացնում եք, դա պապիրոս ծխել չի, դա կնոջը դավաճանել չի, դա խմել չի, դա ինչ որ մի հատ ասենց սխալ մի հատ պահվածք անել չի։ Դու ռեալ կանգնում ես եւ ասում ես, ես Հիսուսին չեմ ճանաչում։ Դա եթե մեկը գա քո տուն ասի, դու Հիսուսին հավատում ես, դու ասես Հիսուսն ով է, չէ, հա, ով ինչ Հիսուս, ինչ բան։ Պատկերացնում ես խորությունը, մեղքի։ Պետրոսը արեց այդ մեղքը։ Պետրոսը Եվտիքոսի պես ընկավ։ Պետրոսը արեց այդ սխալը, արեց ճակատագրական սխալ։ Եթե մենք լինեինք, մենք կասեինք տեղինը, հասնումա, այտենց, քանի անգամ ենք զգուշացրել, քանի անգամ ենք ասել, քանի անգամ քարոզ կարդացին գլխին, քանի անգամ ասեցինք ուշադիր եղի, չես լսել, դե թող ասենց մի հատ երեսդ քթախառսա, ասենց ասֆալտով գրծվես, բայց եթե դու լինեիր դրա տեղը, կուզեիր, որ քեզ ասենց քթախառը ասֆալտով տանեին, չէ որ չէիր ուզի։ Այդ դրա համար ես միշտ ասում եմ, այդ օրենքը հիշեք, որ ձեր դեմինը մարդ է, իսկ դու քրիստոնյա, եւ ոչ թե հակառակը։ Եվ ոչ թե հակառակը, եւ Հիսուսը վեր կալավ, խորոված արավ, կանչեց Պետրոսին, ասեց Պետրոս, դու խճկցես։ Հիսուսը բարձրացնող էր, ասեց դու արեցիր մեծ սխալ, բայց ես շարունակում եմ սիրել քեզ եւ իմ սերը ցույց եմ տալիս քեզ վստահելով։ Սիրել նշանակում է վստահել, բարձրացնել նշանակում է շարունակել սիրել, շարունակել վստահել։ Բարձրացնել չի նշանակում, որ հա դե Արո ջան, հա բարև, բարլուս։ Всё, բարևը վերականգնեցիր, всё։ Բարձրացնել նշանակում է շարունակել վստահել, ինչպես առաջ էր վստահում։ Հիսուսը շարունակեց վստահել, ասեց արածեցրու իմ գառներին, պրոբլեմ չունես, ես քեզ վստահում եմ։ Դու էլ ես մարդ։ Բոլորը կարող են ընկնել, բոլորը կարող են ընկնել, ամեն մարդ կարող է ընկնել, եւ եթե դու այսօր ընկած վիճակի մեջ ես, եթե դու այսօր շատ տարբեր իրավիճակներով ասենց չես կարող կողմնորոշվես եւ թավալ ես գալիս եւ դժվարություններ ունես, իմացի Տերը կարա քեզ բարձրացնի, Տերը կարա վերականգնեցնի, Տերը կարա քո ուրախությունը վերադարձնի, Տերը կարա քո զորությունը վերականգնեցնի։ Քեզ թվում է, որ առողջությունդ գնաց անվերադարձ, բայց այդ ձև բան չկա։ Աստվածաշունչն ասում է, որ նույնիսկ խորցերության մեջ Աստված զորացնելու է, Աստված տալու է այնպիսի ուժ կարողություն, որ երիտասարդները մնան ապշած։ Նույնիսկ ձեր ժամանակում Աստված օրնելու է իրան հավատարիմ եղողներին, օրնելու է նրանց, ովքեր ճիշտ սիրտ ունեն։ Սիրելիներ, Աստված բարձրացնող է։ Եկեք սովորենք մենք էլ բարձրացնենք, մարդկանց բարձրացնենք։ Գալիս ես եկեղեցի, փորձի մարդուն սիրուն խոսք ասա, փորձի մարդուն լավ խոսք ասա, փորձի մարդուն բարձրացրա, մի վիրավորի, լավ ասա։ Նույնիսկ երբ որ մարդը մեղավոր է, նույնիսկ հա հետո ինչ ասում են, վայ, դու զգացիր ծխի հոտը իր վրիցը։ Հա ինչ անենք, ծխի հոտը էլի։ Ինչ անենք, այդ ինչ մի ետ ինչ եղավ, թե քեզ թվում է, որ դու երկնքից պրյամո իջար Ռոստով նա Դոնու։ Մոռացել ես, թե քո վրից ինչ հոտեր էր գալի։
Իհարկե մոռացել ենք։ Մեզ թվում է մենք որ սուրբ ու արդար ենք։ Վայ, նրա վրից ծխի հոտ էր գալի, հաստատ ծխում է։ Նրա աշկերը տեսար են ինչ աշկեր էր, հաստատ մի բան ընդունում է։ Դե եթե այդքան սրտացավող ես, եթե այդքան ցավող ես, գնա, սկսի իրա վրա աշխատանք տանել։ Եթե իրոք սամարացու պես դու խիղճ ունես եւ սիրտը տանջում է, սիրտը ցավում է, սկսի իրա վրա ծախսեր անել, սկսի իրա վրա աշխատանք տանել, սկսի իրա վրա չարչարվել, սկսի քո ազատ ժամանակը օգտագործել, որ գնաս այն մարդուն բարձրացնես, սկսի այն մարդուն նվերներ անես, որպեսզի ուրախացնես եւ սիրտը շահես։ Ախր ոչ մեկս չգիտենք, ոչ մեկս ոչ մեկովս չենք հետաքրքրվում։ Ամեն մեկս մեր եղով ենք տապակվում, ոչ մեկս էլ չգիտենք ինչ է կատարվում։ Մենք գալիս ենք եկեղեցի, ես նորից եմ ասում, սիրելիներ, եկեղեցում մենք այնպիսի չենք ոնց որ կանք։ Միշտ եկեղեցում մարդիկ օրիգինալը չեն։ Եկեղեցում մարդը օրիգինալ չի։ Օրիգինալ տեսքը դու ընդունում ես միայն քո տանը։ Օրիգինալը դու քո տանն ես, երբ որ մտնում ես քո տուն, մարդ չկային, որ այն քո զակոննի շորտիկը հագնում ես, դու օրիգինալը է դա։ Այդ վաղ դու իսկականն ես, քո շորտիկի մեջ։ Երբ որ դու արդեն կարաս քեզ թույլ տաս ինչ որ բաներ, մեկ էլ տեսնում ես արդեն եկեղեցին սաղս գալիս ենք, փորձում ենք սիրուն տեսք ունենանք, սիրուն համարյա էլի։ Փորձում ենք ինչ որ գալիս ենք սիրուն խոսքեր ենք ասում, բարև ձեզ, խաղաղություն ձեզ, Տերը օրհնե ձեզ, sense լեքսիկոնը մերը sense ցույց ենք տալիս, որ հոգևոր ենք։ Եղբայրջանես ինչ լավ տեսք ունես, քուրջանես ինչ լավ ավոր եկել ես, բայց գնում ենք տուն, մեր գրեիկությունը, մեր կոպտությունը, մեր միած սառը ջուր բեր։ Թողեք ես իմ տանը հալալ հանգստանամ, ինչ եք ուզում կյանքս կերակ։ Սենց բաներ, մենք սենց տանը մենք օրիգինալ, ոնց որ կանք, բայց գալով եկեղեցի մենք սիրուն, ակուրատնի դզում փչում ենք մեզ, որ ոստեղ ամեն ինչ չափաձևած լինի, բայց հիշեք, որ Աստված տեսնում է ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, բայց ես չեմ ասում, որ դա վատ է կամ լավ է, ես ասում եմ, որ եկեղեցում բոլորս այդ ձև ենք, ես էլ եմ այդ ձև, ես էլ որ գնում եմ տուն, այս ձև չեմ խոսում, լրիվ ուրիշ ձև եմ խոսում, կարաք իմանաք, լրիվ ուրիշ ձև, առանց միկրոֆոն եմ խոսում։ Տերը օրհնե ձեզ։ Գնում ենք առաջ։ Մենք խոսում ենք անտարբերության մասին։ Առակ 19:16 ասում է Սողոմոնը, պատվիրանները պահողը իր հոգին պահում է, իսկ նրա ճանապարհներն անարգողը կմեռնի, իսկ ռուսական թարգմանության մեջ գրված է, ով որ իր ճանապարհների համար հոգ չի անում, նա կմեռնի։ Եթե դու քո ճանապարհների, քո հոգևոր ընթացքի համար հոգ չես անում, այսինքն անտարբեր ես, դու կմեռնես։ Աստվածաշունչն ասում է մեր անտարբերության մասին, որ եթե դու անտարբեր ես քո հոգևոր վիճակի մասին, հա դե ես էլ եմ, հիմա ես էլ ես ձև եմ, հիմա տվեք սպանեք, Տերը գիտի, որ ես ես ձև եմ, ոնց կամը տենց էլ կամ, հոգ չես տանում, որ ճշտես քո ճանապարհները, հոգ չես տանում, որ մի քիչ լարվես, որ մի քիչ փոխվես, ընդհանրապես սամատյոք, սենց խալաստո ես գցելու ապրում ես, ասում է հաստատ խնդիրներ կունենաս։ Սիրելիներ, մենք այսօր երբ որ մարդը ընկնում է, սովորաբար մենք սկսում ենք դատելը։ Երբ որ մարդը մեղանչում է, մենք մեկ-մեկ ուրախանում ենք, ասում ենք, որ տեսար պատռվեց, չարը խափանվեց, տեսար վերջը, այդ դիմակ օրերից մի օր պետք է պատռվեր։ Փոխանակ մենք մեզ վատ զգանք, որ այդ մարդը ընկավ դժբախտության մեջ, ասում ենք, այս դիմակը շուտ ուշ պետք է պատռվեր, Երեմ ջան, դաշտովեջը չդնես, լավ է, փառք Աստծո, մի հատով քիչ, մի հատով շատ, ничего страшного, зато կեղծավորները հեռացան, зато դերասանները ոչինչ թե մարդու մասին է խոսքը, որի համար Հիսուսը մեռավ։ Գրված է ընդունեք իրար ինչպես Հիսուսը ձեզ ընդունեց։ Ընդունելը, ընկնելը դա լավ, երբ որ դու մենք ռեակցիա ենք տալի մարդու ընկնելուն, դա մի կողմ, բայց մարդուն ընդունելը, երբ որ մարդը ուզում է վերադառնա, երբ որ մարդը գալիս է, պատկերացրեք մեկը, որ շատ լուրջ մեղք է գործել ու գնացել է եկեղեցուց, հիմա մտնի եկեղեցի։ Ինչ անում եկեղեցին, երբևիցե նկատել եք եկեղեցու ռեակցիան։ Ինչքան թարս են նայում։ Ինձ մեկը մոտեցավ եկեղեցում գնացած հետ եկավ ու ասում է ես էլ չեմ ուզում գամ եկեղեցի, ասում եմ խի,
ասում է, որովհետև եկեղեցում սաղ չար են։ Ասում է, հայացքները սաղի հենց ինձ տեսնում են, չարություն եմ ես տեսնում սաղի հայացքի մեջ։ Սաղը սենց ոնց որ չուզենան, որ ես գամ, ոնց որ սաղը սենց թարզնայեն է սուր եկար, արա է սուր եկար, դու չհասկացար, որ ըստի տեղ չունես, ըստեղ սուրբերն են, ըստեղ էլիտար, ըստեղ վիպ մարդիկ են, ըստեղ կատարյալներ են, դու ուր եկար, այ ձև վերաբերմունք է, բայց Աստվածաշունչն ասում է, իրար ընդունեք, ինչպես Հիսուսը ձեզ ընդունեց։ Վաբշե մենք դժվար ենք մարսում են պահը, որ ինչ որ մեկը կարա ապուշություն անի, կարա վերնի, գնա մեղ գործի, սխալներ անի, լիքը սենց շաղաղվի մեղքի մեջ, վերջում գա տիրոջ օրհնությունը ստանա, ժողովրդի բարեհաճությունը ստանա եւ մենք դրա մեջ շատ վատ ենք մեզ զգում։ Անառակ որդու պատմությունը մեզ օրինակ, փոքր տղեն արեց լիքը սխալներ, բայց մեծը ոնց վարվեց։ Այն եկեղեցու մեղողը ոնց վարվեց, հիշում եք։ Եկեղեցու մեղող եղբայրը ինչ ռեակցիա տվեց, խառնվեց իրար, չկարեցավ մարսի, ոնց։ Ես սաղ կյանք աշխատում եմ սուրբ ապրեմ, ես սաղ կյանք աշխատում եմ քո պատվիրանները կատարեմ, ինձ մի հատ ուլի արժանացրեցիր, իսկ քո տղեն, որը գնաց, սաղ քո փողերը քամուն տվեց, մեղքեր արեց, սխալներ գործեց, լիքը գարշելիքներ արավ եւ վերջում եկավ եւ դու իրան փառք ու պատով ընդունում ես, մատանին հագցնում ես, կոշիկները փոխում ես, պատմիճան հագցնում ես, մի հատ էլ եզը մորթում ես, որտեղ արդարությունը, ախր չի կարելի է ձև անարդար լինել։ Մենք այդ ձև ռեակցիա ենք տալի, մենք չենք մարսում, երբ որ ինչ-որ մեկին Աստված ներում է, բայց տեսեք ինչ ասում հայրը, ինչ է ասում հայրը, ասում է պետք է տղես սրա մասին ուրախանաս, որ եղբայրդ մեռած էր և հարություն առավ, կորած էր և գտնվեցավ, Աստված ասում է պետք է սրա մասին ուրախանաս, Եվ Տիկոսը երբ որ ընկավ, եկեղեցին բարձրացրեց, եկեղեցին ներս բերեց, շանս տվեց, վերականգնեցրեց եւ ուրախացավ, մխիթարվեց։ Այսօր մեղավորի ապաշխարելը, մեղավորի վերադարձը, քեզ ցավ պատճառողի եկեղեցի մտնելը, դու ոնց ես նայում, ոնց ես մարսում։ Հայ ինչ անենք, որ քեզ ցավ են պատճառել, ում չեն ցավ պատճառել։ Հիսուսին էլ Պետրոսը շատ լավ ցավ պատճառեց։ Հիսուսը չասեց տեղինա, այդ այնց գնա տանջվի, գնա սպանվի, որ հիշես, թե այդ ինչ արեցիր։ Հիսուսը ասեց ջան, ասեց Երեմ ջան, դու խճկցես, ամեքի հետ էլ կարա պատահի։ Ես քեզ ոչ միայն ներում եմ, այլ ես ուրախ եմ, որ այսօր ես կարող եմ քեզ նույնպես վստահել, ոնց որ առաջ էի վստահում։ Այսօր սիրելիներ, մենք շատ ունենք կարիքը փոխվելու, սրտիդ վրա աշխատանք տար, որ մեղավոր մարդու ընկնելը դու ժամանակին նկատես, եթե կարելի է փրկես ընկնելուց, բայց եթե չես հասցրել նկատես, գոնե ընկած վիճակում չդատես ու չդատապարտես, այլ ուշադրությամբ, ծախսերով, հոգատարությամբ այդ մարդուն փորձես բարձրացնես, վերադարձնես, վերականգնես եւ ուրախությունը սրտիդ արտահայտես, որ Տեր, էս ինչ լավ է, որ Սարգիսն եկավ, էս ինչ լավ է, որ Սաքոն եկավ, Տեր ջան, բայց Սատանան ասում է, լա հիշիր, թե Սաքոն էս ընչեր արավ, լա դու հիշում ես էս ինչ արավ, այսօր մեկը Նավաչերկասկ մոտեցավ, ասում է, հիմա էս մարդ անունը տվեց, ասում է, հիմա էս մարդը, որը վնասեց ու թվում է քանի հոգու։ Հիմա եթե գա մենք պետք է ներենք ու դա նորմալ է։ Եմ որ ասում է գելի գլխին ավետար անես կարդում ասում է հիմա այդ վիճակն էր։ Ժամուկես ընտի տանջվեց ինչ արժացում այ բա որ մարդը գա ասում այդ մարդը գա պետք է ընդունենք։ Դե մեր ձեռին է, կարաս ընդունես, կարաս չէ, Հիսուսը ընդունող է, Հիսուսը նախ ընդունող է, բայց դու կընդունես, թե չէ դա քո որոշումն է, չես ընդունի, դու լուրջ խնդիրներ կունենաս, որովհետև Աստված հանդիմանեց իր տղուն, ասեց սրա համար պետք է ուրախանալ, որ քո եղբայրդ մեռած էր եւ հարություն առավ, ուրախացի, վատ մի տար քեզ, մի չարչարվի, մի վատ զգա քեզ, հետո ինչ որ դու միշտ լավ ես եղել ու կատարյալ ու չես ընկել, մի փոփոլանա, փառք Տիրոջը, որ դու չես ընկել, բայց նա որ ընկավ, նրա համար ուրախացի, որ այդ ընկած վիճակում չմնաց, վերականգնվեց, վերադարձավ, մի ուրախացի։ Աստված սիրում է բարձրացնել,
Նա վերադարձնում է դեպի կյանք սիրելներ սքավորներին, թույլերին, հիասթափվածներին, այս չար աշխարհում կորածներին, թմրամոլներին, ում ատամները արդեն թափվել են, ում լյարդը արդեն քայքայված է, ումից հրաժարվել է իր սեփական մայրը, այդ ձև անձնավորությունը Աստված ընդունում է եւ ընդունում է սիրով, եւ այդ սերը անառակ որդու առակի մեջ նկարագրված է, սերը եւ ուշադրությունը դա պետք է շոշափելի լինի եւ երևելի, շոշափելի եւ երևելի, սամարացին ուղակի չխղճած ընկածին, սամարացին բացի խիղճը ծախս արավ, ծախս, он потратился, աշխատանք տարավ իր վրա, он потрудился над ним, ինքը հոգ արավ իր համար, Հիսուսը անառակ որդին հիշում եք ինչ արավ հայրը այդ որդուն, ծախսեր արավ, գործողություններ արավ, միայն չասեց արի, սաղ օքեյ արի, բարձրացնել նշանակում է ծախս անել, նշանակում է չարչարվել, նշանակում է ինչ որ բան անել, բարձրացնել եւ սերդ ցույց տալ, սեր ցույց տալը դա գործողություն է, դա շոշափելի է, սիրելիներ, այսօր հնարավոր է մարդիկ անկո կյանքում, որ շատ վատ են վերաբերվել քեզ հետ, հանկարծ եթե տենաս եկեղեցում, չփախնես եկեղեցուց, չհիասթափվես, չնեղանաս Աստծուց, չասես էս ոնց է, էս խիա ես քան տարի ըստեղ եմ ես հովիվ չդրվեցի, ես մեկը Դավիթ երեք չառաջոր եկավ արդեն հովիվ է, հա ինչ անենք, խիես վատ տանում, թող ինքն էլ հովիվ լինի, թող ինքն էլ առաքյալ լինի, թող ինքն էլ մարգարել լինի, ինչ ենք վատ զգում ես, Լևոնը շատ էլ թե կես տարի առաջ է եկել, կարող է սա հովիվ ձեռնադրենք, խիեք ձեզ վատ զգում, խիես մտածում, բա ես, խի ուրեմն 20 տարի է գալիս եմ ես ստեղ Սիրելներ, Եվտիքոս եկեղեցում կարա լինի, որ ինչ որ մեկը ընկնի, բայց ընկնելը դա նշանակում է, որ ես եւ դու պարտավորված ենք, եթե ժամանակին չենք նկատելու, թույլ ենք տվել, որ ընկնի, գոնե եկեղեցու պես գործ կառաքելոցի պետքա բարձրացնենք, վերականգնեցնենք եւ պետք է բարձրացնենք, պետք է վերականգնեցնենք եւ արդեն լավ է, ուրախանանք, այսինքն ուրախության չափ դել Աստված է տեսնում, դու կարաս իմ դեմ ծիծաղես, ժպտաս, ասես, հա ջան, ես ինչ լավ է որ եկել է, բայց գնաս տուն, քեզ տեղը չգտնես, կատաղես, երեխեքին պատերով տաս, կնոջդ, ես ինչ անարդարություն է, ես ինչ է կատարվում, վայ մամա ջան, ես ինչ էր ալինում, Աստված գիտի քո սիրտը, Աստված տեսնում է ինչքանով ես դու ուրախացած, հիացած, կարաս մեղավորի վերադարձի համար մի հատ քեֆ կազմակերպես Ով կարա աստեղ իրան թույլ տա դա, ով կարա իրան թույլ տա մի 15,000 ընկնի վերադարձի հաշվին, մեղավորի վերադարձի մի հատ քեֆ կազմակերպի, ժողովուրդը գան ասեն, ես ինչ առիթ է ասես, հա ես իմ թշնամու վերադարձի առիթն է, թշնամիս ապաշխարել է եկել է եկեղեցի, Տերը օրհնի, դա գիտես ինչ բան է, ճիշտ է, մարդիկ միանգամից քեզ դիագնոզներ կկպցնեն, բայց էականը դա չի Այն ինչ բավարարություն դու կստանաս, դու քեզ կզգաս հայր Աստծո կաշվի մեջ, կոպիտ ասած, ոնց որ Աստված է անում մեր հանդեպ, չէ որ ինքն էլ մեզ է այդպիսի քեֆ ուրախություն կազմակերպում, չէ որ ինքն էլ անառակ որդու պատմությամբ ցուցատալի, որ ինքն էլ մեղավորին ամեն անգամ վերադառնալով երկնքում քեֆ ուրախություն է։ Եկեք ոտքի կանգնենք